Կինես ամոթ է, չի կարելի, չի կարելի, սենց հրանենց հա, սենց շնչի, նենց մի շնչի, տանիքի անդամներն էլ խոչընդոտում են ու ասում են ոնց որ քաղաքականությունը կնոջ տեղ չի, մի խոսքով խոհանոցն է եւ այլն, լսել եմ մի աղջիկային, ով ասում էր, «Էլ ինչ տղամարդ եթե չծեծի, կնոջը սպանել են քիչ, մի հատ է տակը գրել են խեղճ ամուսինը, երևի ստիպված ա եղել, տղամարդատիած տղամարդուն ղզիկ ասել է ինչա թե լացումը դա նորմալ չի հաճախ կանայք սկի գիտակցում էլ չնդե իրանք բռնության մեջ են իրանք ընկալում են տա որպես նորմա կապիտմազից է սկսենք Podcast ստիկած դուելսկած Տեղից կազմակերպությունը եւս հասարակության մեջ շատ տարբեր կարծրատիպեր կան, որ իբր ընտանիք են քանդում, բայց չեն պատկերացնում, որ մենք երբեք անձին իրավունք չունենք ասելու բաժանվի կամ հակառակը ասենք հաշտվի։ Ոչ մի բան, որովհետեւ դա մասնագիտական էթիկայի կոպիտ խախտում է եւ անգամ ոստիկանների հետ էս պայքար ունենք, որ իրանք չորոշեն անձի փոխարեն դու մենք տեղեկացնում ենք ինքը որոշում է։ Եվ նաև եթե օրինակ կա բռնություն ինչ որ տանը, մենք չենք համարում որ դա առողջ ընտանիք է եւ եթե անձը ցանկանում է դուրս գալ անառողջ հարաբերությունից էմանսիպացվի, ասենց ասած, մենք ոնց որ կաջակցենք, մենակ չենք թողնի բնականաբար եւ այդ առումով կառույցը եւս որոշակի կարծատիպերի բնականաբար ենթարկվել է։ Ներ որոնք իհարկե շատ կարեւոր են Կան շատ առանձնացված պատմություններ, որոնք իհարկե կարևոր են, այնքան կարևոր են, որ ես տեսնում եմ կառույցի տրված արդյունքը, օրինակ, երբ տեսնում եմ կինը եկել է ամենասկզբից խեղճացած, բռնության օրինակ, հա դեպքով, շատ խեղճացած նաև հոգեբանական առումով, հա, հետո արդեն ինքը ունի մասնագիտություն, ինքը արդեն մեր կողմից ֆինանսավորվել է համայնքային ծրագրեր է իրականացրել, արդեն իրանց համայնքում ավագանու անդամ, մի խոսքով, այսպես առաջընթացը տեսնում են, ցենց առանձնացված շատ դեպքեր ունենք, որ մեկը իր հասարակական կազմակերպությունն է բացեն, մեկը մեկ այլ տեղ է արդեն աշխատում, այն մեկը դասավանդում է, ցենց շատ տարբեր ունենք, բայց հիմնականում ընդհանուր որ տեսնում եմ այս ցուցանիշը, ինչքան են մեզ դիմել, ինչով են օգնել ու ինչքան մարդու կյանք է փոխվել, այս հստակ ինձ համար այն որ 1000 հատ շնորհակալությունից ավելի վեր է, որովհետև միշտ ընկերներս հարցնում են լավ, sense դժվար ոլորտում ես աշխատում։ Ոնց ես մնում sense լավատես կամ էներգիա տեղուն ես աշխատելու։ Ես իրական հենց այս նույն պատասխանն եմ ասում եմ, մենակ այդ ժպիտը որ տեսնում ես, անգամ արտաքինն է անձանց փոխում, երբ ավելի անկախության ես, այո, ապրեք, անկախության ժպիտ։ Այո։ Շատ հավես է այդ ամենը տեսնել ու մենակ դա է որ ասում են թևերա տալիս էսա հենց ասում եմ նաև ֆեմինիզմի մասին խոսացինք հենց ասում եմ ֆեմինիստ դե մարդիկ որ չգիտեն սկզբից գիտեն դա շատ վատ է ինչ որ չեմ պատկերացնում ինչ եմ պատկերացնում բայց որ տղամարդա տիացա որ մեյքափ չի անում որ չգիտեմ իրան չի հետևում հիգիենա ինչ որ sense բաներ որ շատ տարօրինակ են ես միշտ ասում եմ կարա լինի իրան ոնց որ մեյքափ անող կարա չանող ոնց որ դա ցուցանիշ չի էլի չգիտեմ շատ խնդրային է բայց ընդամենը ֆեմինիզմը քանի հնարավորություն կարելի ասեմ ֆեմինիստները նորմալ ոնց որ բոլորին սիրող մարդիկ են ընդամենը մեր գաղափարախոսության մեջ կանանց եւ տղամարդկանց իրավահավասարության մասին ենք մենք պայքարում։ Ուտեղ նաեւ տղամարդկանց համարել ենք պայքարում, որտեվ մենք ասում ենք տղամարդուն ղզիկ ասել է, ինչա թե լացումը, դա նորմալ չի կամ տղամարդը մենակով պարտավոր չի տունը պահի եւ այլն, հա։ Այսինքն չգիտեմ, տղամարդու գույնչի բանը, վարդագույնը, կարմիրը, էսը, այնը, մենք sense բաներն էլ ենք դեմում, մենք մտածում ենք, որ բոլորից համար է այս կարծրատիպերը վտանգավոր ու մեզ նեղող։